Առցանց առավոտի ուղիղ եթերում Դեմարտեմն է, բարև ձեզ։ Արդեն 12 տարի է ինչ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրը հայտնի չէ։ Վանո Սիրադեղյանը, հիշեցնենք, մեղադրվում է քրեական հանցագործության մի շարք քաղաքական գործիչների ծրագրված սպանության համար։ Այդ մեղադրանքները հաստատված չեն, Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։ Անցած տարիներին հատկապես քաղաքական կարևոր իրադարձություններից առաջ եւ հետո պարբերաբար ակտիվանում են Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները։ Ներկայումս նման ակտիվացման մի փուլ է Facebook-յան ելք նախաձեռնությունը նախաձեռնել է ստորագրահավաք, որին արդեն միացել են ավելի քան 3300 հոգի։ Այսօր փորձելու ենք Դեմարտեմի տաղավարում քննարկել Վանո Սիրադեղյանի վերադարձի քաղաքական, բարոյական եւ իրավական հիմնավորումները։ Մեր հյուրերն են ելք նախաձեռնության հեղինակ, լրագրող Վարդուհի Սիմոնյանը եւ Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան, Ժառանգություն խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։ Բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Մեր հյուրերին կարող եք ձեր հարցերը ուղղել Facebook-ի, Skype-ի եւ Twitter-ի միջոցով։ Վարդուհի, Վանո Սիրադեղյանը ինքը իր վերադարձը պայմանավորում էր իրադրության փոփոխությամբ։ Թերևս սկսենք քաղաքական ասպեկտից, այդ տեսանկյունից դուք իրադրության փոփոխություն այսօր տեսնում եք նախաձեռնելով այդ ստորագրահավաքը։ Շնորհակալություն հրավերի համար, ես կուզեի կարճ նախաբանով հանդես գալ եւ ապա անցնել ձեր հարցին։ Ես մի տեսական համեստություն եմ համարում, որ ես պիտի պաշտպանեմ այսօր Վանո Սիրադեղյանի շահերը այստեղ, որովհետեւ ես բոլորովին էլ այն ֆիգուրը չեմ, որ պետք է պաշտպանություն իրականացնի, ուղղակի մենք ստորագրահավաք նախաձեռնությամբ ենք հանդես եկել, որին այո արդեն միացել են այդքան եւ պլյուս Ազատ դեմոկրատներ կուսակցությունը իր ամբողջական կազմով, որը համարյա կրկնապատկում է թիվը։ Իսկ Տիկին Ալավերդյանի դեպքում ճիշտն ասած ես տխրությամբ պետք է արձանագրեմ, որ ինքը հիմա մասնակցելու է, ընդդիմախոսելու է, ասենք, մի անձնավորության, որը ըստ էության մեր երկրի հիմնադիրներից մեկն է, անկախ պետության, եւ քրեականացնելով նրա անցյալը մենք խաղում ենք մեր պետության վարկի եւ արժանապատվության հետ։ Ես կարծում եմ, որ դա իմ առաջարկն է, որ ավելի լավ կլինի, որ մենք այսօր խոսենք օրինակ քաղաքացիական նախաձեռնությունների լայն թափից, որ այսօր ծավալվում է երկրում։ Ես չէի ուզի, որ ասենք մի քանի տարի հետո Լարիսա Ալավերդյանի թորնիկը ամաչեր լսելով նրա ընդդիմախոսությունը Վանո Սիրադեղյանի շուրջ։ Հիմա անցնեմ հարցին։ Այո, իրադրության փոփոխություն կատարվել է երկրում եւ հետեւյալ կոնտեքստի մեջ։ Հայաստանում ես մի քանի օր առաջ ճիշտն ասած մամուլով նման հայտարարությամբ հանդես եկա, դա համարյա սենսացիոն հնչեց այն մասին, որ Հայաստանում հեղափոխությունը հաղթել է։ Ինչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք այսօր ունենք էլեկտրոնային մի հանրություն, որը զարգացած այսօրվա ցանցային հասարակության աշխարհի մաս է կազմում, ունի ստրատեգիական շատ լուրջ ռեսուրսներ, որովհետև նա տեղեկատվություն է արտադրում եւ տիրաժավորում եւ նույնիսկ եթե Լենինի նման առաջնորդի հեղափոխական թեզերն ենք նայում, չէ, ասում էր փոստը հեռագրատուն, այդ ամենը մեր ձեռքին է։ Մենք այսօր ունենք կազմակերպված հանրություն, ասում են կրիտիկական զանգված, չէ, մենք այսօր ունենք այդ կրիտիկական զանգվածը վիրտուալ հարթակում եւ ես համարում եմ դա իսկապես իրադրության փոփոխություն։ Քաղաքական նաեւ իրադրության փոփոխություն։ Այո, որովհետեւ երբ որ իշխանությունը եւ ընդդիմությունը հեղափոխություն չի անում, հեղափոխությունը գնում է նրանց հետևից։ Եվ կարծում եմ, որ այսօր Հայաստանում իսկապես հեղափոխություն է։ Մենք ունենք ցանցային մի հասարակություն, որը հրաշքներ է գործելու։ Սպասեք։ Շատ լավ, Տիկին Ալավերդյան, եթե ուզում եք արձագանքել, շնորհակալություն հրավերքի համար, շնորհակալություն բարի մաղթանքների համար, թորնիկների հարում, ես առայժմ չունեմ, հուսանք, որ կունենամ ձեր թեթև ձեռքով, ինչ վերաբերում է ով ու ինչի համար կամաչի, ես դա կոռեկտ չեմ համարում, ոչ սկզբի, ոչ վերջի համար բանավեճի, որովհետև եթե կյանքը լիներ այնքան պարզունակ, ինչպես մենք ուզում ենք, մենք երևի չէինք ունենա այն հետաքրքիր նվաճումները եւ այն ցավագին կորուստները։ Այսինքն կյանքը միշտ տրամադրում է մեզ հնարավորություններ լինել ազնիվ, լինել գրագետ եւ լինել հետեւողական։ Մենք ամեն մեկս պետք է մեր կյանքով ձգտենք դրան։ Ինչքանով է դա հաջողվում կամ չի հաջողվում, դա
երևի դատում է արդեն հասարակությունը։ Այսօր ես օրինակ որևէ մեկին դեռ հանդես չեմ եկել ամենակոշտ իրավիճակներում, ասելով, որ նրա զավակը կամ թորնիկը պետք է ամաչի կամ չամաչի։ Մենք ամեն մեկս պատասխանատու ենք, ամեն մեկս մեզ համար, եկեք չանցնենք, դուք ասում եք հեղափոխության մասին, ինչ որ այնպիսի դարձվածքների, որոնք չեն խոսում հեղափոխության մասին։ Դա մեկ։ Երկրորդը, որևէ մեկը եւ դուք այդ թվում չգիտեք ես ինչ եմ ասել։ Ինձ ուղղակի զարմացնում է ձեր իմացությունը իմ ներքաշխարհի կամ աշխարհընկալման մասին։ Չէ, այստեղ աշխարհընկալման մասին չի խոսքը։ Ներեցեք, ես մի ռեպլիկ, խոսքը այն մասին է, որ ես կոռեկտ ոչ կոռեկտ անձնավորություն իմ ճանաչվել ինձ այնքան չի հուզում, որքան որ դուք պատմությանը չթողնեք խոսք այն մասին, որ դուք ընդդիմախոսել եք Վանո Սիրադեղյանին, ներեցեք ես ավարտեմ, լինելով իմ պետության առաջին մարդու իրավունքների պաշտպանը։ Դա ինձ համար այնքան էլ մի տեսակ ես ամաչում եմ այդ փաստի համար։ Եվ ես ընդհանրապես կանխարգելում եմ։ Չէ, գիտեք ոնց, մենք սովոր ենք, որ իրավիճակը տեղի ունենա եւ ապա արձագանքենք։ Ես այսօր ուզում եմ ճիշտ հակառակը անել։ Ես ուզում եմ անել այդ զգուշացումը, որտեղ ժամանակն դուք արդեն արեցիք արդեն ժամանակն է, որ մենք մի քիչ պատմական հայացքով նայենք իրավիճակներին։ Ես գիտեմ, որ մի 10-15 տարի հետո այս հարցազրույցը այն ընկալումները չունենա իր զավակների եւ թորների կողմից։ Այդքան բան։ Ընկալումների մասին եւս կթողնենք դա ապագային եւ հասարակությանը։ Ճիշտն ասած, ես պատմության հետ չէ որ խոսում եմ։ Ես միշտ խոսում եմ կոնկրետ իրավիճակում, կոնկրետ մարդկանց մասին, կոնկրետ մարդու հետ։ Հիմա վերադառնալով կոնկրետ իրավիճակին եւ կոնկրետ մարդուն, դա տալիս է հնարավորություն ոչ թե ճնշել իրար, այլ ազատ արտահայտել մեր մոտեցումները։ Հակառակ պարագայում այն միակ նվաճումը, որը բոլորս ենք ճանաչում, այն է ազատ արտահայտվելու, սեփական կարծիք արտահայտելու եւ ունենալու, կարծես թե այդ նվաճումը մենք պետք է չջնջենք, պետք է սրբորեն վերաբերվենք մեր այդ նվաճին։ Համեցեք։ Շատ շնորհակալություն թույլտվության համար։ Չէ, դա իմ իրավունք չէր։ Շնորհակալություն։ Ես պետք է ասեմ, որ ճիշտն ասած ես կարծում եմ նախաձեռնության եւ այն ինչ որ կա նյութերում չի տալիս հնարավորություն պատկերացնելու թե ինչն է բուն խնդիրը, որն է այդ հստակ դիրքորոշումը կամ պահանջը, որը նախաձեռնող խմբերը տվյալ դեպքում արտահայտում են։ Մասնավորապես, ես պետք է հստակեցնեմ, որ ինձ համար ընկալելի չի, թե վերադարձնենք Վանո Սիրադեղյանին տուն։ Ես հիշում եմ, որ Պարույր Հայրիկյանին արտաքսեցին երկրից, եւ ես կներեք, ապատեղեկատվությունը պետք է տեղում կանխարգելվի։ Մենք նման հայտարարություն չենք արել։ Վերադարձնենք Վանո Սիրադեղյանի տուն։ Խնդրեի, որ դուք դա հիմա հենց ես դրա համար եմ ասում, որ իմ ընկալմամբ այդպիսի ձևակերպումների մեջ է տեղավորվում։ Կամ փաստեր, դուք տեղյակ եք մենք ինչ ստորագրահավաք ենք անում, որն է մեր ձևակերպումը։ Եթե թույլ տաք ես ձեզ հարց տամ, ըստ երևույթին կիմանամ եւ ես եւ մեր լսարանը։ Այսինքն դուք տեղյակ չեք, թե մենք ինչ հայտարարության ստորագրահավաք ենք անում։ Ես այն հայտարարությունները, որոնք ընթերցել եմ, տալիս են ինձ հնարավորություն ասելու, որ հայտարարությունները։ Նո հայտարարություն չէ, այն տեքստերը, որոնք տարածվում են։ Կրկնում եմ, ես դա չեմ կարող ասել, որ իմ տեքստերի տակ 3500 մարդ չի ստորագրում։ Իմ տեքստերի տակ ստորագրում եմ միայն ես։ Խոսքը գնում է ստորագրահավաքի տեքստի մասին։ Ձեր ձևակերպումը ստորագրահավաքի կարող եք ներկայացնել։ Չէ, այսինքն դուք տեղյակ չեք ինչ է քննադատելու։ Մենք որ ձեզ հետ բանավոր բանավեճի մեջ ենք, ես կցանկանայի դուք հիմա հնչեցնեիք այդ մեխը, որ ես կարողանամ ես անշուշտ կօգնեմ ձեզ այդ հարցում, բայց եթե դուք այդպիսի սուր քննադատությամբ հանդես եք գալիս, պետք է բանավեճի առարկան իմանաք։ Բանավեճի առարկան։ Ես բնութագիրը չհասկացա, ես դեռ ոչ մի բան չեմ առարկել։ Քիչ առաջ ասեցիք։ Ես ասեցի ինձ համար, եթե ես քննադատել եմ, ապա քննադատել եմ ինձ համար ընկալելի չեն
այն տեքստերը, որով որ հանդես են գալիս։ Ովքեր են հանդես գալիս։ Հիմա եթե կարելի է այս ստորագրահավաքի այդ նյութի բուն իմաստը երկու նախադասությամբ կարող եք դուք տրամադրել, որ բանավեճը անգամ նա հասկանա, ով չի ընթերցել, չի հետաքրքրվել, սա կրկնում եմ հրապարակային նյութ է, եթե դժվար չէ ձեզ համար, որն է հստակ պահանջը։ Դա երևի մոդերատորի խնդիրն էր, նախորդ ծանուցել բանավիճող կողմին։ Ես չեմ խոսում նամասել, ես ինչ եմ ծանոթացել։ Ես խնդրում եմ ձեզ հիմա արտաբերել 1-2 նախադասությամբ, թե որն է բուն այդ էությունը, այդ ստորագրահավաքով հանդես եկող անձանց, այո։ Մենք ընդամենը մեկ նախադասությամբ ենք ձևակերպել մեր իդեալը, մեր ցանկությունը եւ պահանջը, դա հետեւյալն է։ Մենք ստորագրում ենք հանուն մեծատաղանդ գրող եւ պետական գործիչ, այնտեղ նաեւ քաղաքական վտարանդի տերմինն է օգտագործվում։ Ես դրա մասին խոսեցի։ Այո, Վանո Սիրադեղյանի հայրենիքում ապրելու իրավունքի։ Շնորհակալություն։ Առանց քաղաքական հետապնդման, այո, շնորհակալություն, այսինքն ես ճիշտ եմ ասում, որ դա այդ վտարանդիի կարգավիճակի ներքո է դիտարկվում այդ անձը։ Ու ես շատ հստակ ձևակերպեցի, իսկ ինքը ինչ է, եթե քրեական հանցագործ ինձ խոսել, չէ, համեցեք։ Դուք կիմանաք ամեն ինչ ես ասում եմ։ Բայց եթե մենք շարունակենք այդպես, որ դուք դատավորն եք, իսկ ես մեղադրյալը, բանավեճը չի ստացվի, դուք պատասխանել եք, համբերություն ունեցեք լսելու։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հարցը հետևյալն է, դուք ինձ ընդհատեցիք այն պահին, երբ որ ես ասեցի, մենք մեր քաղաքական կյանքում ունեցել ենք վտարանդի, դա եղել է Պարույր Հարիկյանը։ Եվ ես չլինելով միտինգների վերին աստիճանի ակտիվ մասնակից այդ տարիներին, իմ պահանջս եւս իմ անձնական միացրել եմ, որ վտարանդի Պարույր Հայրիկյանին թույլ տրվի վերադառնա տուն։ Տվյալ դեպքում մենք ունենք այլ իրավիճակ։ Ես մյուս հիմա համեմատություն անեմ, մարտի 1-ով դատապարտված տասնյակ տղաներ, նրանք փաստորեն հայտնվել են քաղաքական հետապնդումների ներքո։ Եվ հասարակությունը ամենատարբեր խավերից, ամենատարբեր քաղաքական, շատ անգամ հակասող իրար քաղաքական դաշտերից պահանջելով է հանդես եկել եւ պահանջել է, որ այդ քաղաքական բնույթի հետապնդումները, որոնք իրավաբանական տեսք են ստացել, ունենան դրական լուծում։ Հիմա ինչքանով է լուծումը դրական եղել թե ոչ։ Ինձ համար այդ երկու օրինակը խոսում են նրա մասին, որ ես չեմ տեսնում, որ մենք ձևակերպման մեջ վտարանդի անգամ քաղաքական տեղին է։ Ես գտնում եմ, որ այստեղ կա բավականին հստակ խնդիր։ Իսկ դուք Վանո Սիրադեղյանին չեք համարում քաղաքական վտարանդի։ Տվեք ձեր ձևակերպումը նկարչի խնդրեմ։ Եղել է հարուցված գործ։ Հարուցված գործը այսօր դեռ չի ապացուցվել, ինչպես ամեն տեղ նշվում է եւ ճիշտ է արվում, որովհետեւ գործընթացում չի մասնակցել անգամ որևէ դատապաշտպան կամ իրավապաշտպան, որը այնքանով ինչքանով նա մասնակցել է, դա չի դարել այն շարժման կորիզը։ Այսինքն հստակ մենք մնացել ենք մի վիճակում, երբ որ կասկածյալը նախընտրել է լքել երկիրը կամ թաքնվել, որտեղ ես տեղեկություններ չունեմ հստակ, ըստ երևույթին ասում եք եւ ոչ մեկը չունի։ Այսինքն ինձ համար հստակ չի եւ այն ձևակերպումը, որտեղ գրված է, որ պետք է այդ իրավունքը նա ունենա։ Ինչ է պահանջը այդ ստորագրահավաքում մասնակցած թե նախաձեռնողների եւ թե մասնակիցների, որ դադարեցվի կամ կասեցվի կամ ուղղակի չեղյալ, ես չգիտեմ, որը մի խոսք օգտագործենք, այդ իրավական գործընթացը, որը հնարավոր է եւ միջև անգամ անպայման իր մեջ պարունակում է այնքանով քաղաքական տար, ինչքանով հետապնդվողը կամ կասկածյալը քաղաքական գործիչ է։ Ես դա միշտ ընդգծել եմ, եթե անգամ տեղում բռնած որևէ հանցագործության մեջ որևէ մեկը քաղաքական գործիչ է, այդ տարը, քանի որ արկա է,
մենք բոլորս կարող ենք հստակեցնել, որ եւ միջազգային իրավապաշտպան դաշտում եւ ես կարծում եմ պետական դա արդեն դիտարկվում է, արդյոք այստեղ կասկածների, արդյոք դա չի նախ մի փոքր ռեպլիկ, հետո անցնենք հարցին, ուրեմն ռեպլիկը հետեւյալն է, ես կուզեի Տիկին Ալավերդյանին ինքը հիշատակեց մարտի 1-ը մեր համար երևի ամենասև էջերից մեկը։ Ես կուզեի իրեն հիշեցնել նաև ապրիլի 12-ը եւ հիշեցնել, որ ինքը այդ ժամանակ նոր է ստանձնել օմբուդսմենի պարտականությունը եւ այդպես էլ այդ ողջ ընթացքում, երբ որ փողոցներից մարդկանց զազրախոսության համար այսպես կոչված վերցնում եւ տանում էին ու կալանքի ենթարկում, այդպես էլ նա չօգտագործեց քաղաքական բանտարկյալ տերմինը։ Զարմանալի է, որովհետև այդ օրերին մենք երբ որ ձեզ հարցնում ենք, ինչու դուք չեք օգտագործում քաղաքական բանտարկյալ տերմինը, դուք ասում եք, որ այո, կա քաղաքական կոմպոնենտը, բայց դրանք քաղաքական բանտարկյալներ չեն։ Ներողություն եմ խնդրում, ես ավարտեմ։ Ահա մարտի 1-ին դուք օգտագործում եք այդ տղաների նկատմամբ, այդ մարդկանց նկատմամբ արդեն քաղաքական բանտարկյալ եւ օգտագործում եք իմիջիայլոց նաեւ հարսնակարի դեպքերի շուրջ, նաեւ քաղաքական բանտարկյալ տերմինը հակի ակտիվիստների հետ կապված եք օգտագործում։ Ես չեմ օգտագործում։ Բա ինչ եք համարում։ Նրանք չէ, խնդրում եմ ձեզ։ Նախ եւ առաջ ես կխնդրեի դուք լրիվ կորեկտ էլի լինեիք, երբ որ դուք հիշատակ։ Ես փաստերն եմ արձանագրում, դուք ապրիլի 12-ին դեպքերի հետ կապված եւ ձեր ողջ օմբուդսմենական շրջանում օգտագործել եք քաղաքական բանտարկյալ տերմին։ Շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն, ես ասել եմ այն ինչ որ նոր ասեցի էլի, որ ցանկացած այն դեպքերում, որտեղ կա քաղաքական կոմպոնենտ, մենք գործ ունենք այդպիսի հետապնդումների հետ։ Դուք օգտագործել եք տերմինը, ես տերմինը օգտագործել եմ քաղաքական տար պարունակող հետապնդումներ։ Ես օգտագործել եմ ոչ համաչափ գործողություններ։ Դուք չեք որակել անորպես, չեք որակել հիմա դրա շուրջ ես պարտավոր չեմ որակել այնպես, ինչպես դուք եք ուզում։ Ես պարտավոր եմ արձագանքել այնպես, որ արդյունավետ ձևով գրեթե չանցած 1 ամիս գրեթե բոլորը լինեն ազատության մեջ, որ Գրիշա Վիրաբյանի վերաբերյալ այդ անմարդկային վերաբերմունքի շուրջ կարողանամ հասնեմ նրան, որ պաշտպանեմ այդ անձին, ես ձեզ ընդամենը ռեպլիկ արեցի, որը պատասխան չի ենթադրում։ Ես ապատեղեկատվություն է, որովհետև կրկնում եմ, հենց բոլոր գրագետ իրավապաշտպանության մեջ մարդկանց համար քաղաքական տար պարունակելը նշանակում է ավելին, քան ուղղակի ասես քաղաքական բանտարկյալ։ Ես պետք է ստիպված դա ասեմ։ Այսինքն դա ռեպլիկ է։ Վանոս Իրադեղյանի մասով ասացիք, որ քաղաքական տար է պարունակում, չի ճարակ։ Պաստորեն ստացվում է, որ դա ավելին է, քան բանտարկյալը։ Այո, որովհետև դա նշանակում է մարտահրավեր է թե իշխանությունների, թե քաղաքական եւ հասարակական դաշտի, թե Վանոս Իրադեղյանի համար։ Ժամանակին մենք էլ ենք ունեցել 96 թվականին դեպքեր, երբ որ ղեկավարը կուսակցության էլի նախընտրել է թաքնվել, իսկ այլ մարդկանց բանտարկել են, եւ ես էլի այդ ժամանակ լինելով հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ավելորդ PR-ի զբաղվել եմ այդ մարդկանց բանտերից ազատ արձակելու հարցը։ Լավ, ես առաջարկում եմ այստեղ խնդիրը թեմանց համար անձնական եկեք անձնավորված այսպես անձնավորված չի ուղղակի, քանի որ մարտի 1-ը հիշատակեց իմ ընդդիմախոսը, ես ստիպված արձագանքել եմ դրան։ Ես էլի ասել եմ քաղաքական, ես տվել եմ Դուք չեք թույլ տալիս, ես հիմա խոսեմ, որովհետև ես թույլ տվեք, ես խոսեմ։ Որովհետև երբ որ դուք մեջբերումներ եք անում, մեջբերումները, վատը չէ մենա խոսելը, դուք նախքան այդ մեղան խոսել եք։ Ուրեմն երբ որ ես տալիս եմ սահմանումները, ես կխնդրեի լինել գրագետ, հետևողական եւ ազնիվ։ Գրագիտության մասին է խոսքը, հիմա մի րոպե, ես իմիջիայլոց բան կա, ես նաեւ ինչ որտեղ նաեւ PR մասնագետ եմ, ես դուր է գալիս թեման շեղելը, որտեղ ես չէի ուզել։ Բայց մենք ես նույնպես PR-ի մասնագետ եմ, ես ձեզ թույլ չեմ տալի, ես PR-ի մասնագետ չեմ, բայց եւ PR-ի սուբյեկտ եւ օբյեկտ չեմ։
ովքեր քաղաքականությամբ զբաղվում են, PR-ի սուբյեկտ եւ օբյեկտ։ Դա ձեզ է թվում եւ դա ձեր գնահատականն է։ Ես քաղաքական գործիչ, թե հասարակական գործիչ լինելով, ինչպես մաթեմատիկան եւ ինչպես մաթեմատիկական կրթություն բազային ունեցող պնդում եմ, որ կա մեծ տարբերություն մաթեմատիկայի եւ PR-ի մեջ։ Եվ հստակ ես էլի եմ անդրադառնում նրան, որ մենք պետք է լինենք գրագետ, հետևողական եւ Մեզ դիտողներից Արմեն Կարապետյանը հարցնում է ձեզ, Վարդուհի։ Արգելի Վարդուհի, արդյոք մտավախություն չունեք, որ Վանո Սիրադեղյանին եւ նրա վերադարձի հարցը այս նախընտրական շրջանում իշխանությունները կրկին կփորձեն օգտագործել իրենց սեփական քաղաքական նպատակների PR-ի, մասնավորապես ՀԱԿ-ի հետ հաշվեհարդար տեսնելու հարցում։ Ոչ, չեն կարող։ Չեն կարող օգտագործել, որտեղ Վանո Սիրադեղյանի շարժումը պաշտպանված է շատ գրագետ, ավելի քան 3000 եւ ավելի մարդկանց ստորագրությամբ եւ դրանք մտավորական ընտրախավով, որոնք համարվում են, ովքեր համարվում են այս երկրի ողնաշարը։ Իմիջիալոց քաղաքական գործչի հետ է իմ փաստորեն բանավեճը, քաղաքական գործիչներ, ընդհանրապես մեր քաղաքականությունը ժամանակն է, որ սնվի մշակութային արժեքներից, որտեղից են գալիս այդ գաղափարները։ Ահա այս մշակութային մարդիկ, ահա այս էլիտան խորհելու նյութ է տալիս, օրակարգ է բերում խնդիր, որը պիտի սնուցի։ Տեսնում եք այսօր հասարակական չեն կարող օգտագործել մանիպուլացնել այն նպատակները։ Նրա գլխին կանգնած են մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են մանիպուլատիվ բոլոր գործիքներից եւ զբաղվում են դրանով։ Շատ լավ, հակառակը մենք կարող ենք օգտագործել դա։ Իսկ ինչպես եք այդ դեպքում մեկնաբանում Վանո Սիրադեղյանի կուսակից ընկերների ժամանակի մերձավոր, մասնավորապես օրինակ Գերջանիկ Աբգարյանի երեկվա հայտարարությունը, որ այդ ձեր նախաձեռնությունը ես մեջ բերում եմ ներողություն, անբարոյական խաղ է եւ այլն, կամ նույնատիպ մեկնաբանություններ նաեւ Սամվել Գևորգյանի կողմից Վահագն Հայոցյանը ինձ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ձեր մեկնաբանությունը ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ։ Այս տեսակ գնահատականները ինչով եք բացատրում եւ ինչպես եք մեկնաբանում։ Ի վերջո Վանոյի երբեմն շրջապատն է այդպիսի գնահատականներ տալիս։ Նախ ուրեմն այդ մարդիկ մատնում են, որ վախ ունեն, սարսափ ունեն, որովհետեւ Վանո Սիրադեղյանի երեսին դեռ նայել է պետք, կան մարդիկ, կան քաղաքական եւ հասարակական շրջանակներ, որը այս տարիներին իրենց այնպես են դրսևորել, որ իրենք ուղղակի բարոյապես պատրաստ չեն այդ հանդիպմանը։ Ինչ վերաբերում է Երջանիկ Աբգարյանին, ես կարծում եմ, որ իր մոտ ինչ-որ տարիքային խնդիրներ է առաջացել, որտեղ ինքը ստորագրել է այդ նախաձեռնության անպայման, ընդ որում ես իր ստորագրելու մասին առաջին EM լրատվական կայքին ինքը տվել է ինֆորմացիա, ես իր հետ անմիջական կոնտակտ չեմ ունեցել, եւ հետո ես դրանից հետո զանգել եմ անձամբ եւ ասել եմ, պարոն Աբգարյան, ես կարդացի ձեր պաշտպանական այսպես կոչված ճառը Վանոյի շուրջ, դարձյոք նշանակում է, որ դուք միանում եք, ասեց այո։ Ես բոլոր այդ խոսակցությունների ձայնագրությունները պահում եմ։ Մենք շատ գրագետ ենք տանում այս ողջ արշավը, այդ ձայնագրության սղագրությունը ես կարող եմ տրամադրել լրատվամիջոցներին։ Այնուամենայնիվ ինչով եք բացատրում այդ գնահատականը համառոտ։ Ասեմ ինչով եմ բացատրում։ Որ ձեզ մեղադրում են իշխանության գործին գործիք դառնալու ուրեմն այս վերջին տարվա ընթացքում մենք տեսանք քաղաքացիական նախաձեռնությունների զարթոնք։ Ինչպես կեղծում են, ասենք, օղին, կոնֆետը, հիմա սկսել են քաղաքացիական նախաձեռնություններ կեղծել։ Հրապարակ են նետվում ինչ-որ քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք նախագծվում են Բաղրամյան 26-ում, ապա տարբեր միջազգային ստնտու կավատների կողմից վավերացվում են եւ այդ ագրեսիան փորձում են ներկայացնել որպես քաղաքացիական նախաձեռնություն։ Քաղաքացիական նախաձեռնությունը, այո, սա Հայաստանակենտրոն շարժում է, այս նախաձեռնությունը միավորել է քաղաքական եւ հասարակական տարբեր շրջանակների անկախ կուսակցություն շրջանակների պահով մեզ դիտողներից ներողություն ընդհատում եմ քաղաքացի ներկայացած այսպիսի հարց է այսպես մեկնաբանություն է գրել մի հատ նայեք թե ովքեր են այդ նախաձեռնության ցուցակում ընդգրկված ու ձեզ լրիվ պարզ կդառնա թե այդ ովքեր են այս երաժշտության պատվիրատուները Վարդ ինչ գործ ունեն Բաղրամյան 26-ի տղաները ցուցակումդ ահա այսպիսի հարց ձեզ ում մասին է խոսքը Ես Բաղրամյան 26-ից մարդ չունեմ ցուցակում Շատ լավ Ում մասին է խոսքը
Ես չեմ կարող ասել նշանակում 300-ից ավելի մտավորական կա այսօր։ Բոլոր այսօրվա մեր ժամանակակից գրականության մեծերը այստեղ են։ Գեղանկարչության այսօրվա, չգիտեմ, Հակոբյանից ոչ մեկը Բաղրամյան 26-ից իմիջիալոց շատ հետաքրքիր է, չկա ՀՀԿ-ից, չկա ԲՀԿ-ից, սա արդեն ցուցանիշ է, եւ ժառանգությունից ընդամենը մեկը կա, դա Անահիտ Բախշյանն է, մեր շատ սիրելի, ընդամենը մի հոգի։ Իդեպ ժառանգության մասով այստեղ մեծ դիտողներից մեկը նաև հիշեցրել է ձեր ուրեմն այն հարցադրումը ներողություն, ես հիմա փորձեմ գտնել, մեկնաբանությունները շատ են, մոտավորապես հիշելով եմ ասում, որ դուք ասել էիք, որ 100%-ով ժառանգություն կուսակցությունը սպառել է, ներողություն եմ խնդրում, ես հիմա փորձեմ գտնել։ Այս ընթացքում ինչ գործ ունեք եւ ինչպես եք մի սեղանի շուրջ նստում եւ խոսում ժառանգության անդամի հետ, որի մասին ասել եք, որ 100%-ով ծախված է։ Ուրեմն նախ ժառանգության անդամ չի, մեկ այո, ժառանգության անդամ չի, երկրորդ ոչ չի եղել, կուսակցության, որևէ կուսակցության ներկայացուցիչ չի իմ ընդդիմախոսը, հետո էլ ասենք ինչ վայրենի մոտեցումը, ասենք ենթադրենք թե բան մի այլ կուսակցությունից լիներ, ես իրավունք չունեի բանավեճին։ Ես մեր դիտողի հարցը հիշեցրեցի ընդամենը։ Որ մենք մեր հանրային գիտակցությունից ջնջենք այս գծային այս մտածողությունը էլի ժամանակն ամոթը արդեն։ Տիկին Ալավերդյան, դուք ինչպես եք վերաբերվում այս նախաձեռնությունը քաղաքականացնելու վերաբերյալ մեկնաբանություններին, գտնում եք, որ այդպիսի տենդենց կա, թե չկա։ Ես կարծում եմ դա քաղաքական է, կարծես թե դրա մասին խոսում են հենց իրենք նախաձեռնողները եւ մի հատ որտեղ խոսվում է քաղաքական վտարանդի մասին, այսինքն ես չեմ դա տվել այդ բնութագիրը եւ այս առումով դա քաղաքական շարժում է ավելի, քան օրինակ Մաշտոցի պուրակի օրինակի համար, այսինքն հստակ այստեղ այդ քաղաքական տարին ներկայացնում։ Տիկին Ալավերդյանը կանչում է, որ գան մեզ բռնեն, էլի արդեն։ Կներեք, ես քաղաքական որևէ նախաձեռնություն դուք նոր կոչի կանոներեք, չէ, դա շատ անհաջողակատակ է, քաղաքական բոլոր տիպի նախաձեռնությունները մեր իշխանությունները, մեր ձեզ հետ իշխանությունները, սկսյալ 90-ական թվականներից վախեցող չեն, իրենք չեն վախենում քաղաքացիական շարժումներից, քաղաքական նախաձեռնությունների։ Չի կարող։ Իշխանությունը ես դա տխրությամբ եմ ասում։ Չէ, իշխանությունը, որը Չէ, կներեք, էլի ես ինձ դեռ եմ ասում։ Դա իմ գնահատականն է, դա իմ գնահատականն է, որ այստեղ վախը չի։ Եվ ես բացատրեմ ավելին, որովհետև քաղաքական մեր բոլոր ուժերը ցույց են տվել, որ հիմնականում կարողանում են ժամանակի մեջ համոզելով, բերելով իրենց կողմ, որոշ առումով շահագրգռելով, քայքայել ժամանակին դες հզոր որոշ ընդդիմադիր ինչ եք համոզված, որ սա հենց այդ դեպքն է օրինակ։ Դուք եք համոզված, դուք եք գրել քաղաքական վտարանդի է։ Այսինքն բայց ինչա քրեական հանցագործ է Վանոս Սիրադեղյանը։ Քրեական հանցագործության մեջ կասկածյալ է։ Դա կարևոր բան է։ Տեսեք, ժամանակին էլի մեկ այլ։ Իսկ կներեք, դուք կարող եք օրինակ նշել պատմության մեջ մի դեպք, երբ քաղաքական գործչի նկատմամբ քրեական ուրեմն սոուսով չկատարվի հետապնդումը։ Այդպիսի բան չեմ հիշում, բայց տվյալ դեպքում կա մեծ առանձնահատկություն։ Որն է։ Ես էլի պետք է ասեմ, երևի թե անձի գնահատման մեջ ես կլինեմ շատ ավելի համեստ, որովհետև ես միշտ ցույց եմ տվել, որ անձի արժանապատվությունը ինձ համար լրիվ այլ արժեք է։ Բայց նայեք, Տիկին Ալավերդյան, ես ձեզ մի բան ասեմ։ Տեսեք, օրինակ Տիմոշենկոյի դեպքը, չէ։ Գնաց քաջ կանգնեց եւ հիմա քրեականի հետևից, բայց երկիրը տուժում է։ Նայեք ինչ պատժամիջոցներ են կիրառվում։ Երկիրը տուժում է։ Միգուցե կներեք, միգուցե հենց Վանոս Սիրադեղյանի այսպես կոչված փախուստը նաեւ երկրի համար է եղել, չէ՞ որ նա ի վերջո մտածող մարդ է։ Դա մենք ինչու դա չենք գնահատում։ Ինքը կարող էր կանգնել դատարանի առջև, կանչել միջազգային բոլոր ուրեմն այդ կազմակերպություններին եւ ուրեմն հերոսանար, բայց փոխարենը մենք այսօր կունենայինք այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսի նայեք Եվրամիության հետ կապված խնդիրը։ Ես ուշադրություն լսում եմ, որպես պատմվածք,
բայց կրկնում եմ, ձեր ասածը վարկածներ, այո, դա վարկածներ են, մենք ունենք կոնկրետ դեպք։ Դուք առաջ ասացիք, որ մեր երկիրը տուժում է։ Այո, մեր երկիրը տուժում է, ցանկացած պարագայում, որովհետև ի սկզբանե 90-ականից սկսված մեր իշխանությունները որդեգրել են ավտորիտար եւ այնպիսի նեղ խմբակային մոտեցում եւ շահերի ծառայեցնել, որ մեր երկիրը միշտ տուժել է։ Ես ժամանակին ասել եմ հետեւյալ բանը. մենք բախտ ենք ունեցել բերելու մեր իսկ սեփական կամքով մեր ուսերի վրա բերել մի խավ, որին հավատում էինք լիարժեք։ Եվ բերել ենք այն հույսով, որ իրենք կկարողանան արժանապատվորեն այդ բեռը ինչ խավի մասին է խոսքը։ Առաջի հենց մեր իշխանությունների 90 թվականին ընտրված եւ մենք դա տվել ենք բոլոր հնարավորությունները, որ լինի ափսոսում եք հիմա դրա համար։ Բացարձակապես ես երբեք որևէ բան, դուք ինձ կգնում եմ հանկարծ ձեր պատմվածքի հերոս չհամարեք, բացարձակապես որևէ բանի համար ես չեմ քննադատում եք, ես քննադատում եմ միշտ եւ բոլոր իշխանությունների։ Առաջի իսկ իշխանություններից, երբ որ փոխվեց համակարգը եւ հանրապետականից, որի համար մենք գնացել ենք շարժման եւ հանրապետություն, փոխել ենք մենք նախագահական, ես այդ ժամանակվանից եմ դիմադիր այսպես ասած թերթերում եմ հանդես եկել։ Իդեպ իմ ամուսինը եղել է ժամանակ ՀՀՇ-ից ընտրված падգամավոր։ Եկեք մենք այնպես հստակեցնենք, երբ որ ես ասեցի ինձ համար արժանապատվությունը շատ բարձր արժեք է եւ ինքնուրույն արժեք է աբսոլյուտ։ Դա նշանակում է, որ ես ոչ թե վերագրել եմ, այո, չէ, իմը չէ, ես կրկնում եմ, մենք խոսում ենք մի անձի մասին, այո, որ ես զգուշացնում եմ, որ որևէ իմ ասածը չվերագրվի նրան, որ մենք խոսում ենք այդ մարդկային արժանապատվությունը նսեմացնելու համար։ Ես խոսում եմ շատ պարզ, հստակ, որ տվյալ դեպքում մենք ունենք դեպք, երբ որ կասկածյալը ընտրել է, ձեր դա խոսքն է, ահա այս ճանապարհը։ Հիմա եթե կասկածյալը ինքը գտնում է, որ իրավիճակը փոխվել է եւ կան ջատագովներ, հստակ մենք ասում ենք, որ ահա այս խումբն է, ահա եւ Վանո Սիրադեղյանը։ Ես մի վերադարձին պետք է հստակեցնեք ինչն է խանգարում։ Ըստ երևույթին վտանգը, որը որ արտաբերեց եւ ոստիկանապետի տեղակալներից փոխոստիկանապետ։ Ասեց, որ հենց որ հայտնվի այստեղ, նա կկալանավորվի։ Այսինքն հիմա այստեղ շարունակում է պատմությունը։ Ինչ կնախընտրի Վանո Սիրադեղյանը։ Ինչ կնախընտրի ահա այդ խումբը։ Հիմա այստեղ մեծ դիտողներից շոկը այսպիսի հարց է ուղղել, ասացեք խնդրեմ, եթե Վանոն մեղավոր չէ այդ բազմաթիվ սպանությունների մեջ, ինչու չի գալիս ու կանգնի դատարանի առջև ու ապացուցի իր անմեղությունը։ Հիմա էլ Քոչարյանը չի, հիմա կարծես շատ բան է փոխվել։ Ճիշտ է, Աղվան Հովսեփյանը մնացել է նույնը, բայց հիմա նաև քաղաքացիական հասարակության ճնշումն ու դերակատարությունը այլ է։ Ու հիմա այդպես հեշտ չեն կարող չեղած տեղից Վանոյի գլխին սարքել։ Ում է ուղված հարց։ Երկու մասնակիցներին։ Տիկին Ալավերդյանը սկսի։ Տիկին Ալավերդյանը ասեց, ինձ համար հասկանալի չէ, հայտնի չեն այն պատճառները, որով հիմա արդեն տարիներ անց, երբ որ Վանո Սիրադեղյանը գտնում է, որ իրավիճակը փոխվել է, Վանո Սիրադեղյանը չի գտնում։ Տիկին Ալավերդյանը անդադ խառնում է։ Գներեք, մենք ենք գտնում։ Մենք դրա դիմաց մեզ դատի կտանք, ասեք գնա, դուք որտեղից գիտեք Վանո Սիրադեղյանը ինչ է համարում։ Դուք ինձ զորով տանում եք ոստիկանության դուրը։ Ես կխնդրեմ ձեզ նորից, ոստիկանական դուր տանողների հետ կխոսեք այդ տոնով։ Բա ես ինչ ասեմ, անդադ ապատերեկات չեմ տվել որևէ մեկին։ Անկամ մասնավորի խնդրում եմ ուղղեք, եթե ապատերեկատվությունը շրջանառվում է։ Եթե իրավիճակը փոխվել է, դա գտնում է նախաձեռնող խումբը, եւ եթե Վանո Սիրադեղյանն է գտնում, որ դա այդպես է, նրան է ընտրությունը վերադառնալու եւ ընտրելու պայքարի այն ճանապարհը, որտեղ ինքը ունի այդ թափով որն է ձեր դիրքորոշումը։ Վանո Սիրադեղյանի դիրքորոշումը ինքը գիտի։ Ես ասել եմ, ես չեմ տեսնում պատճառներ, որոնք այսօր խոչընդոտ են Վանո Սիրադեղյանի վերադարձին։ Ես տեսնում եմ խոչընդոտ, որ Վանո Սիրադեղյանի հանդեպ չի կասեցվել,
գործը, եթե ձեր պահանջը այդ գործի կասեցումն է, ապա դրա համար բոլորովին այլ միջամտություններ են անհրաժեշտ, առնվազն իրավաբանական միջամտություն։ Չի կասեցվել գործը։ Չի, կները դա ուղղակի ոչ, ուրեմն իր մասով, կանանավարտ եւ ավարտ, անջատված մասով իր մասով կասեցվել է, բայց այն երկու գործերը կան, դա չի հարցը։ Մեծ դիտողներից ագը կներեք, խնդրում եմ հնչեցնեմ, հարցնում եմ, իսկ դուք կապվել եք Վարդուհի Վանո Սիրադեղյանի հետ, արդյոք տեղյակ եք, թե նա ինչպես է վերաբերվում իր վերադարձի շուրջ այդ քննարկումներին։ Անմիտ հարցադրումը պատասխան չի կարող գտնել երբեք։ Հիմա ես ուզում եմ պատասխանել հետևյալ, նախ որ հարցը առաջադրվեց, հետևյալն է, եթե մենք համարում ենք, որ Հայաստանում դատական համակարգը գործադիրի կցորդն է, ինչպես ենք նրան ասում, որ ահա համեցեք հրաշալի արդարադատություն կա, պարոն Սիրադեղյան, եկեք վայելեք այդ արդարադատության պատուղները։ Ձեր պատմվածքն եք գրում։ Չէ, դուք ասում եք թող գա, չէ, ես չեմ ասում թող գա։ Ես ասում եմ, եթե իրեն ջատակով խումբը, ես խնդրում եմ ուշադրություն լսեք, մի թարգմանեք ինձ։ Չենք թարգմանում, դուք աշխատեք հայերեն ասեք։ Ես հայերեն եմ ասում, ուղղակի ոչ ժարգոնային, որին սովոր են շատերը։ Ուրեմն, ես ասում եմ հետևյալը. եթե ջատակով խումբը գտնում եք, որ փոխվել է իրավիճակը, ապա այստեղ ընտրությունն Վանո Սիրադեղյանինն է։ Այո։ Քանի որ Վանո Սիրադեղյանը ինքը գիտի հրաշալի հոդվածները ուղարկել ժամանակին, այսինքն կապը կարողանում է իրականացնել։ Հիմա ես զարմանում եմ, ինչու դուք չեք ստորագրում։ Ես կներեք, մեր թեման այն չէ, թե ով եւ ինչու չի ստորագրում։ Մեր թեման վերադարձնում է, թե չի վերադառնում Վանո Սիրադեղյանը, այս քաղաքացիական ճնշման ներքո էլի կամքը Վանո Սիրադեղյանինն է։ Իսկ ըստ ձեզ փոփոխություն եղել է իրավիճակային, որը թույլ կտա, որ Վանո Սիրադեղյանը վերադառնալու որոշում կայացնի։ Եղել է քաղաքական, իրավական, բարոյական հարթություններում քաղաքացիական հասարակության մեջ կա հստակ ձևավորված նոր ոճ եւ կա փոփոխություն դրական, իշխանության մեջ մնում է կարծրատիպը, որ իրենք կորոշեն, երբ անեն բարի գործ, կամ հուննաթով, կամ թույլ տան, կամ ներեն, այսինքն իշխանության կողմից հստակեցված քաղաքական կամք, որ փոխվում է համակարգը, որը կրկնում եմ, հիմքը դրվել է վաղուց, եւ հազար ափսոս, որ ոչ երկրորդ նախագահը ցանկացավ փոխել դա, եւ հազար ափսոս, որ եւ երրորդի մեջ ես միայն ինչ որպես քայլեր փոքր, որոնք չեմ ես կարող գնահատել որպես քաղաքական կամքի հստակ դրսևորում։ Ես գտնում եմ, որ նույն թիմը, որը ղեկավարել է երկիրը 90-ականից սկզբից, որտեղ 3 այս նախագահները իրար փոփոխող եղել են բավականին հստակ առանցքային դեմքեր, նրանք չեն փոխել իրենց քաղաքական դիրքորոշումը։ Այսինքն այսօր իրավիճակը չի փոխվել։ Ռիսկային է Վանո Սիրադեղյանի համար իշխանության կողմից վերաբերմունքը եւ քիչ ռիսկային է միայն քաղաքացիական հասարակության այս արթուն եւ բավականին հստակ ձևավորված վիճակում։ Սա է, ու ես դա միշտ ասել եմ, դա բնականon ձև է, եթե քաղաքացիական հասարակությունը անում է քայլեր, որով ցույց է տալիս, որ ինքը ոչ միայն լսելու համար է, այլև ազդելու համար անմիջապես կարծրանում է իշխանությունը եւ ավելի ինչպես ասեմ, անճորնի, բայց հմուտ ձևերով է հանդես գալիս իրավունքները, կներեք, իր իշխանությունը պահպանելու համար։ Այնպես որ այստեղ կրկնում եմ, երբ որ խոսքը գնում է մարդու մասին, ու ես որպես մարդու իրավունքների պաշտպան միշտ ասել եմ, պետք է նախ եւ առաջ հաշվի առնվի, թե այդ մարդու կամքը ում մասին մենք խոսում ենք, տվյալ դեպքում թե ընդհանրապես, եւ անպայման հաշվի առնվի նրա տեսանկյունից։ Այս դեպքում մենք չենք էլ կարող կարծեք թե առայժմ հաշվի չառնել իր կամքը, որովհետեւ նա խնդրում եմ միայն արձագանքեք, ասեք ասելիքը կա, բայց ես խնդրում եմ ինձ չընդհատեք, էլի, որովհետեւ ես ամբողջ ընթացքում ես ուզեցի միտք ասել, ինձ ընդհատեցիք։ Ուրեմն ընդդիմախոսս խոսում
խոսում է այն մասին, որ քաղաքացիական նախաձեռնությունների նոր շուկա է ձևավորում, դա նոր կուլտուրա է եւ այլն։ Այս մասին ես ուզում եմ, չէ, դա քաղաքագիտական տերմինով կոչվում է շուկա։ Բոլոր այն ամբողջական բաները, երևույթները, որոնք միավորվում են մեկ ընդհանուր հովանու տակ, կարող են կրել շուկա անունը։ Դա քաղաքագիտական է, ես չեմ ասում։ Ուրեմն նայեք, խոսվում է, որ քաղաքացիական նախաձեռնությունները ահա քայլ առաջ են անում եւ այլն։ Ես օրինակ կուզեի ձեզ մի հարց տալ։ Ես ակտիվ մասնակցում եմ հարսնակարի հետ կապված բոլոր այդ միջոցառումներին, որի նախաձեռնող անդամներից մեկը դուք եք։ Այն օրը դուք, որ ասենք գնացիք եւ կոչ արեցիք օլիգարխի դրան մոտ ուրեմն հավաքել մարդկանց։ Ես ոչ չեմ արել։ Մի րոպե, ես ավարտեմ, հա, խնդրում եմ։ Ոչ չեմ արել։ Թույլ տվեք ես ավարտեմ։ Դուք ասել եք հենց որ դեզինֆորմացիա է գնում, պետք է ընդհատել։ Թույլ տվեք ես ավարտեմ։ Ոչ չեմ արել։ Դուք ելույթ չեք ունեցել նրա տան մոտ։ Ես ելույթ ունեցել եմ տան մոտ։ Ես կոչ չեմ արել այնտեղ գնալ։ Ելույթը միտինգային հրապարակում կոչ չեմ արել։ Թույլ տվեք ասեմ։ Դե թույլ տվեք հիմա բան չդարձավ։ Բան դարձավ։ Ուրեմն, եթե այդ օրը, եթե դուք խոսում եք քաղաքացիական նախաձեռնությունների նոր որակի մասին, օրինակ ինձ ինչու տարակետ օրը այնտեղ ծեծել տվեցիք։ Սա է վերած որակը։ Մի րոպե, ես վերջացնեմ, հետո կտակ։ Չէ, դուք հարց Ուրեմն խոսքը նրա մասին է, որ չի կարելի քաղաքացիական նախաձեռնություններին միտումնավոր տանել պարտությունների ճանապարհով։ Չի կարելի, որ դուք տեսնելով, որ այնտեղ 200 մարդ էլ չէր հավաքված, եւ դուք որոշեցիք փողոց փակել, դուք պատասխանատու եք եւ դուք այլևս քաղաքացիական նախաձեռնությունների հետ կապված պիտի ընդհանրապես պատասխանեք հասարակությանը։ Դե ես օրինակ 2 շաբաթ ոտքից ցավից մեկը չզանգեց ձեր նախաձեռնողներից եւ ասեց աղջիկ ջան, դու մեր կոչով եկել ես, ո՞նց ես, մեռնում ես թե ապրում ես։ Շնորհակալություն հարցերի համար։ Ուրեմն, հարցեր չէ, մեկ հարցեր։ Ես կոչի չեմ մասնակցել, հակառակը։ Ես դեմ եմ արտահայտվել։ Մեկ։ Լավ, հարցի պատասխանենք, դուք չեք համաձայնել։ Մենք մի շեղվեցինք, դա համաձայնվել են մեծամասնությամբ այն որոշում ընդունող խումբը, որտեղ ես փոքրամասնություն Երբ որ ինձ ծեծում էին, դուք ուր էիք, ես նայում էի այնտեղ չէիք դուք։ Ինձ նետեցին, ուրեմն հատակին ծեծեցին, դուք ուր էիք։ Ես կարող էի լինել մեկ ուրիշ տեղ, բայց ես կանգնած էի այդտեղ։ Դե բայց երևի չէ դրանից ծեծեն անպայման։ Գիտեք ինչ կա։ Ոչ, ուրեմն նայեք ես ձեզ մի բան ասեմ։ Մի րոպե, թողեք ես ավարտեմ։ Ինչու՞։ եկեք այդ դեպքում եկեք Արավերջանները ոչ թե Վանոյի Սերադերյանի համար, Վահե Ավետյան շարժումը փնովելու։ Երբեք։ Դուք եկել եք, ես այդ շարժման ակտիվիստներից մեկն եմ։ շարժում բարձրացնելու։ Խուր երևույթ երկու քաղաքացիական շարժումների ղեկավարներ։ Ես ափսոսում եմ, որ Վանո Սիրադեղյանի անունը այս համատեքստերի մեջ է եւ այս ոճով է հնչեցնում։ Ես շատ բարձր եմ գնահատել եւ գնահատում եմ այն դրականը, ինչ արվել է բոլոր մեր քաղաքական գործիչների կողմից, հենց առաջի իշխանության մասին է։ Այդ թվում եւ Վանոյի։ Այդ թվում եւ Վանոյի, բայց երբևէ ոչ մեկին ես չեմ կարող վերաբերել, որ եթե նա ունեցել է դրական լումա, ապա իրավունք չունի կասկածյալ լինելու կամ հնարավոր ոչ ոք չի ասում։ Վերջ, ես ճիշտն ասած այդպես էլ չպարզեցի, բացի ձեր հնարածին գործոնների, դուք աշխատեք վերակումներ չտան, ինչի մեջ եք դուք ինձ ընդդիմախոսում։ Քանի որ ես ասեցի հստակ կարող է լինել այդպիսի շարժում, անգամ այն դեպքում, երբ որ հասարակության մեջ կամ մեծ խմբեր, որոնք հիշում են այն բոլոր չբացահայտված սպանությունները, այն բոլոր գործողությունները, որ տեղի են ունենում հենց ոստիկանության մեջ աշխատող եւ Վանո Սիրադեղյանին քաջ ծանոթ եւ իր կողմից այսպես ինչպես ասեմ, ղեկավարող մարդիկ եւ այլն, կա այդ խումբը եւ կա ընդդիմություն դրան։ Ես կրկնում եմ, կողմ եմ, որ ցանկացած նախաձեռնություն իրավունք ունի լինել, բայց ես դեմ եմ, երբ որ մի նախաձեռնությունը սկսում է օգտվել պահից եւ փնորվում է մի այլ նախաձեռնություն։ Շատ լավ, Ատիկին ես ասում եմ, դա էկլեկտիկա է, որը PR մասնագետներին ոմանց
Շատ լավ։ Տիկին Ալավերդյան, հարսնակարի հետ կապված դուք հիշատակեցիք, ուստի ես անդրադառնամ մեծ դիտողներից Սյունե Կիրակոսյանի հարցին։ Վարդուհի, դուք գնացել եք հարսնակարի մոտ Նեմեցի դեմ էիք պայքարում։ Կարող եք ասել ինչով է Վանոն տարբերվում Նեմեցից։ Նայել էր թիկնապահներին հրահանգել ծեծելով սպանել Վահե Ավետյանին, վանոնել էր Վահան Հարությունյանների ու Արմեն Տեր-Սահակյաններին հրահանգել մարդկանց սպանել ու տանել Սովետաշենում թաղել։ Որն է տարբերությունը։ Երկուսն էլ մարդասպաններ են, որոնք այս երկրում չպիտի տեղ ունենան։ Չեք կարծում, որ դեռ քաղաքացիական կեցվածքում դուք անկեղծ չեք։ Ու խնդրում եմ չասեք Վանոյի մասով ապացուցված չի սարկած է։ Նույնն էլ Նեմեցի մասով կարելի է ասել, ապացույց չկա։ Պատասխանեք։ Ուրեմն կա բան ես այն օրը մի թերթի լրագրողի հետ կապված էլ գրեցի, որը Վարդան Ղուկասյանի հետ էր, չգիտես ինչ զուգահեռներ տարել, ցինիզմը մի քիչ մեղմ է ասված այս դեպքում։ Ես կասեի հաց աշխատանքի դիմաց երևի ինչ որ մի այդպիսի նախագծում է ներառված հարց տվողը կամ անգրագետը կամ հարցին պատասխանեք։ Սա իմ պատասխանն է։ Ուրեմն եթե մարդը մինչև հիմա չի հասկացել, որ անմեղության կանխավարկածը պիտի աշխատի, այդ մարդը տալիս է նրա դեպքում նույնպես պետք է աշխատի, ցանկացած քաղաքացու դեպքում դա պետք է աշխատի։ Ես իմիջայլոց ես դրա համար չէի հասկանում այս քաղաքացիական նախաձեռնության շարունական, ես միշտ մտածում եմ, որ եկեք ողջերին անդրադառնանք, եկեք հայրենիք բերենք այս երկրի ամենալավ գրողին, այս տղան փորձանքի մատնվեց, հասկացանք, իր հետևից շարժում թողեց, մենք նրան էլ հետ բերել չենք կարող, եկեք ողջերին անդրադառնանք, մենք վաղը մյուս օրը համաչելու ենք, խանգարող կա, դուք խանգարելը գիտեք որն է, որ դուք լինելու եք, հակը ժամանակին էլ որդեգրել ով մեզ հետ չի նատականք է, երբ ես այսպիսի սահմանափակ մտածողություն հանդես չեմ կարող բերել։ Քաղաքացիական հասարակությունը զարգանում է իր կամքով ստեղծված խմբերով։ Խնդիրները այնքան շատ են, որ մեզ այդպիսի նախաձեռնություններ ծով է պետք։ Եվ այստեղ եկեք, ես օրինակ վերին աստիճանի վատ եմ վերաբերում, եթե մի շարժում սկսում է խոսել մյուս շարժման դեմ, ես կրկնում եմ, դուք այդպես էլ այսօր չասեցիք, որ հարցում եք ինձ ընդդիմախոսում, կամ ես որն եմ ընդդիմախոսում ձեզ, որովհետև դուք թողնելով ամեն անգամ ինքը բուն թեման, գալիս եք նրան, թե ձեր խոնարհծառան որտեղ է եղել, հարցնակարում որտեղ է եղել 1812 թվականին, ես եղել եմ միշտ այնտեղ, որտեղ որ եղել է ժողովրդի այն մասը, որին կարող եք վտանգվի, արել եմ այն ամենը, ինչ կարող էր փոքր-ինչ նվազացնել այն վտանգները, որոնք միշտ արկա են այդպիսի շարժումների բան ասել։ Շատ լավ, բայց ես ուզում եմ ասել, ես համաձայն եմ, ամենին չանդրադառնանք, մեր ժամանակը արդեն սպառվել է։ Ես մի հարց ունեմ, Վարդուհի ջան, դուք ասացիք, որ քաղաքացիական նախաձեռնությունները չպետք է միտումնավոր պարտությունների ճանապարհով տանեն իրենց հետևողներին, ինչի հետ ես միանշանակ իհարկե համաձայն եմ։ Այս դեպքում ձեր նախաձեռնությունը արդյոք մտավախություն չունեք, որ կանխապարտվելու եք։ Ուրեմն հետևյալն է, առաջին, արդեն մենք մի քանի հաղթանակներ արձանագրել ենք, միայն այն, որ օրական 10-ից 15 ջահել տղա ինձ նամակագրում եւ ասում է, որտեղ կարդամ Վանո Սիրադեղյանի այս գործը, դա արդեն հաղթանակ է, մեկ, երկրորդը մենք հանրային ընդհանուր տրամադրությունը, այս արտանետած ամբողջ այս կեղտը, որ իր բացակայության ժամանակ շրջանառվում էր, դրան ահագին մենք այդ փոշին մաքրեցինք երկրի երկու, երրորդ, մենք օրակարգ բերեցինք մարդու խնդիր եւ կարողացանք տարբեր հասարակական քաղաքական միավորների ի վերջո պոզիտիվ երևույթի շուրջ միավորել, մենք անընդհատ ինչ որ ուրիշ երևույթների շուրջ էր գնում, մենք ուրեմն նայեք առաջին էտապում արեցինք այս ամբողջ նպատակին Վանո Սիրադեղյանին առանց քաղաքական հետապնդման այստեղ կյանքի ուրեմն ես վստահ եմ, որ դա տեղի է ունենալու։ Հա, դա պայմանավորվածություն նման է, ոչ, երբ որ մտնում ես պայքարի մեջ,
եւ դու հստակ գիտես ինչով է դա ավարտվելու, այստեղ բավականին հստակ գործում են այլ ստվերային տեխնոլոգիաներ։ Դուք եթե գործին չեք հավատում, ես հավատում եմ, ես իմ գործը համարում եմ, չլսեցիք, իմ գործը անվերջ է, ես արձանագրելու եմ ամեն անգամ, ինչպես ես ասեցի, նվաճումներ, դուք խոսեցիք նվաճումների մասին, ես ողջունում եմ, դուք չխոսեցիք նրա մասին, որ մենք այսօր այդպես էլ ոչ մի իշխանություն չի անդրադարձել են խորքային, վնասակար եւ երկիրը քանդող երևույթներին, որոնք սկսվել են, կրկնում եմ, 90-ականներից սկզբից, ու մենք մինչև այսօր ճաշակում ենք երկրորդ նախագահի շարունակական նույն գիծը եւ երրորդ, կրկնում եմ, եթե դուք այստեղ ընդդիմախոսեք, ինչպես, կրկնում եմ, եթե դուք ընդդիմախոսում եք նրան, որ խորքային երևույթները ծնվել են բացասական երկիրը քանդող բոլոր ուղղություններով, այն ժամանակ, երբ որ քաղաքացիական հասարակությունը չի եղել հասունացած եւ վստահության 100%-ով քվեն տվել է իր կողմից ընտրած խմբին, որը 96 թվականին, 95 թվականին բազմակի ձևով խաբեց այն վստահությունը, ուղղակի տապալեց երկրի կայացումը որպես իրավական պետության, ես այդ ամենը պետք է զարմանամ, նվաճումները մեր ու ձեր դեր առջևում են, երբ որ մենք հայտնաբերենք ահա այդ արմատները, նվաճումների ես պատասխանեմ, ես համառոտ կպատասխանեմ, ուրեմն Տիկին Ալավերդյան, այդ 3 իշխանությունների անօրինականություններից կարող է խոսել այն սերունդը, որը մասնակից չի եղել այդ 3 իշխանությունների պրոցեսներին քաղաքական։ Դուք ոչ միայն մասնակցել եք քաղաքական պրոցեսին, որտեղ թույլ տվեք ավարտեմ, հա, ընդդիմությունը նույնպես քաղաքական համակարգի մաս է։ Կներեք, երբ պատասխանատվություն է կրում երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար, թույլ տվեք ավարտեմ։ Հայո, ես պատասխանատվություն եմ, թույլ տվեք ես ավարտեմ։ Դասախոսություն եք կարդում ձեզանից մեր ձեզանից փորձարու մեկին։ Ես իմ պատասխանատվությունը ճանաչել եմ առաջինը։ Փորձառությունն է ձեզ խանգարում։ Կներեք, ձեզ խանգարում է ձեր անփորձառությունը եւ ձեր ցանկությունը մի աչքով նայել այն ամեն դրականը, որը տեղի ունեցել մի ժամանակ եւ եսիք երկրում ենք դրական բազում մասնակցել եք ձեր PR-ը։ Ես կրկնում եմ, եւ եթե մենք տեսնում ենք, որ քաղաքացիական հասարակության մեջ կա այս չափ հակասական ընկալումներ, մեր ճանապարհը շատ երկար է, ես բարի ճանապարհ եմ ձեզ ցանկանում, ես էլ ձեզ եմ բարի ճանապարհ մաղթում, ուղղակի հիշեցնում եմ, որ մենք պիտի իրար հետ համագործակցեինք, եթե դուք լինեիք առնվազն 40-ից մինչև 50 տարեկան։ Սա սերունդ է փոխվել, հասկացեք, արդեն սերունդ է փոխվել։ Այսինքն ձեր միացած մարդիկ, բոլորը մինչև 50 տարեկան են։ Ոչ թե միացած այնպիսին է, որ կարելի է ինձ արդեն 1812 թվականի բայց կներեք, ես իմ կյանքով ապացուցել եմ, որ ցանկացած կրկնում եմ պահին, երբ որտեղ եղել է ցավ, որտեղ եղել է խնդիր, ես այնտեղ եղել եմ։ Դուք Քոչարյանի ձեռքից վերցրեցիք օմբուդսմենի պաշտոնը։ Ես Քոչարյանի ձեռքից չգիտեք։ Ես ինչ եմ ասում։ Ես ավարտում եմ ինձ։ Եկեք նստեք, արեք հարցազրույց։ Ես ասեմ ում ձեռքից ով է լափել, ով է ինչ վերցրել։ Ով է լափել։ Մենք սրտի մենք Եթե դուք խոսում եք Վանո Սիրադեղյանի մասին, եւ այսօր արժանի եք համարում, այդքան նշանակություն տալիս բանավեճի նշանակություն տալիս Վանո Սիրադեղյանը այնքան մեծ անձ է, որ դուք մի րոպե, ոչ ես համարում եմ հաղթած։ Չէ, կներեք, ես հլա չասում։ Դուք գովում եք փաստորեն, Ես ասում եմ, ցանկացած քաղաքական գործիչ
կարող է եւ դրական գործանի եւ հայտարարակ սայթակի եւ ինչքան մեծ է ազդեցության դաշտը այդ անձի, այնքան նրա սխալների սայթակումների ազդեցությունը երկրի վրա ավելի մեծ է։ Որը սայթակել։ Ես սայթակում եմ այնքանով, ինչքանով ես սայթակում եմ եւ ձեզ հետ նստած խոսում եմ։ Ես երկրից չեմ փախել, չեմ փախնելու, եթե անգամ դուք ոչ ոք չի հետապնդել։ Ձեզ դուք այն ժամանակ, երբ 2005 թվականին դուք որտեղ եք եղել, այն հետապնդողների շարքերում, ես ձեզ պետք է շնորհավորեմ։ Ես այն ժամանակ մանկապարտեզում էի։ Ես չգիտեի, որ դուք 20 տարեկան եք։ Ցավոք մենք այսօր շեղվեցինք մեր բանավեճի հիմնական թեմայը, այդպես էլ ըստ էության չվերլուծեցինք, թե արդյոք փոխվել են քաղաքական, իրավական եւ բարոյական մթնոլորտը Վանո Սիրադեղյանի վերադարձի շուրջ։ Շնորհակալություն մեր բանավեճին հետևելու համար, դեմ արդեն բանավիճեցին Լարիսա Ալավերդյանը եւ Վարդուհի Սիմոնյանը։ Ցտեսություն։